Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու եւ փոխհատուցում ստանալու պահանջով։ Հայցը վերաբերում էր Փաշինյանի 2025 թվականի հունիսի 5-ին կառավարության նիստում հնչեցրած կաշառակեր արտահայտությանը։ Դատարանը վճռել է, որ այդ արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն չէ, հիմնված Քոչարյանի մասնակցությամբ նախկին քրեական գործի հանգամանքների եւ դատական ակտերի վրա, ուստի այն չի համարվում զրպարտություն, արդյունքում հայցն ամբողջությամբ մերժվել է։ Մեղադրանք է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնակատարին, որը նպատակ ունենալով գործել հօգուտ իր հետ փոխկապակցված մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պայմանագրով չնախատեսված հիմքով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք, այնուհետև անտեսելով նշված պահանջի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու գործընթացում նոր գնման ընթացակարգ սկսելու արգելքը հիշյալ պաշտոնատար անձը նախաձեռնել է այն, որի արդյունքում ընտրված մասնակիցը ճանաչել վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը եւ կնքվել է 75 միլիոն դրամ արժեքով պայմանագիր։ Քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել, նրա պաշտոնավարումը կասեցվել է։ Մուլտիտրանսպորտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Դալաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Լոռու քրեական ոստիկանության ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում վնասազերծել են 3 հանցավոր խմբավորում, այդ թվում 16 եւ 19 անդամից բաղկացած կազմակերպված խմբեր։ Բացահայտվել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տասնյակ դեպքեր, սպանության փորձից մինչեւ առևանգումից մինչեւ քրեական ենթամշակույթի եւ հանցավոր կազմակերպությունների գործունեություն։ Բոլոր ներգրավված անձանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, մի շարք մեղադրյալներ կալանավորվել են։ Ներքին գործերի նախարարության տվյալներով հաշվետու ժամանակահատվածում Լոռու մարզում սպանության որևէ դեպք չի արձանագրվել։ Պետեկամուտների կոմիտեն Մուլտիրեստ Հաուսում հայտնաբերել է 78.4 միլիոն դրամի թաքցված հարկեր։ Ըստ ՊԵԿ-ի 2023-ից 26 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ, նվազեցնելով աշխատողների վարձատրության եւ իրացման շրջանառության իրական ծավալները։ Փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողների օպերատիվ համակարգված եւ պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ փրկվել է Սևանա լճում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը։ Լողանշաններն անցնելուց հետո երիտասարդը հայտնվել էր ջրի տակ։ Փրկարարները նրան դուրս են բերել, ապտեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ տեղափոխել բուժհաստատություն։